Այսօր ստեղծելու ենք փին աշխարհացույց հարթակում։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք առանձին հոդված ստեղծել։ Քանի որ մեր դասը Զապելի Եսայանն է, հենց նրա հոդվածն էլ կստեղծենք։ Մտնում ենք 7-րդ դասարան, Գուրգեն Մահարու բաժին եմ որոշել մտնենք, կարող ենք Եղիշե Չարենցի բաժին էլ մտնել, որովհետև ժամանակակիցներ են և բախտակիցներ։ Փին ստեղծելու համար անհրաժեշտ է մտնել այս թուղթ ու մատիտ գործիք, այդ դեպքում բացվելու է 3 նոր գործիք, դրանցից երկուսին դուք արդեն ծանոթ եք, մեկը մեր կպչուն թերթիկն է, մյուսը ամպիկը, մենք ծանոթ չէինք լոկացիայի գործիքին, հենց դա էլ մեզ պետք կգա, ուրեմն սեղմում ենք թուղթ ու մատիտ ու այնուհետև լոկացիայի վրա ենք մկնիկով կլիկ անում, մի կլիկ էլ մկնիկով անում ենք քարտեզի վրա, ցանկացած վայրում, էական չի որտեղ եք դնում, բացվում է ստեղծել փին դաշտը և մեր լոկացիայի նշանը հայտնվում է քարտեզի վրա, նշում ենք վերնագիրը, ես գրեցի Զապելի Եսայանը Երևանում, նշում ենք նկարագրությունը, մեր հոդվածի բովանդակությունն է լինելու, ինչ է եղել Զապելի հետ Երևանում, ինչ կարևոր նյութ կա, որ կարելի է այստեղ գրել կամ պատճենել։ Կոորդինատները գտնելու համար կգնանք Վիկիպեդիա, քանի որ Երևանում Զապելի Եսայանի կյանքը Երևանում դա ենք ուզում նշել, ուրեմն Երևանում պիտի փինը դնենք։ Բացում ենք Վիկիպեդիայի Երևան հոդվածը, ես արդեն նախօրոք դա արել եմ, և նկարների ներքևում կոորդինատը դրված է, պատճենում ենք, վերադառնում ենք աշխարհացույց հարթակ և կոորդինատները, այստեղ պատահական կոորդինատներ են նշված, ջնջում ենք և տեղադրում ենք ճիշտը։ Էլ ինչ կարող ենք անել հոդված ստեղծելիս։ Մենք կարող ենք այստեղ նկարներ ներբեռնել մեր համակարգչից։ Փորձենք։ Ես Զապելի Եսայանից այս քիչ նկարներն եմ պահպանել։ Դնենք այս խմբակային նկարը Ադանայի, շատ նկարներ կարող եք դնել։ Եվս մեկը դնենք, որ հենց երևանյան կյանքի հետ է կապված, ուրեմն այս կոճակից կարողանում ենք ներբեռնել նկարներ։ Մյուսը տեսախցիկն է, դուք հենց այդ պահին կարող եք, այսպես ասած, ուղիղ եթեր մտնել և ձեր ասելիքն ավելացնել, գցելով ձեր ստեղծած հոդվածին։ Օրինակ կարող եք ձեր մեկնաբանությունը, դասախոսությունը կամ բացատրությունը գցել։ Մյուս գործիքը հղումն է, որը YouTube-ից բերելու հնարավորությունն է, մենք գնում ենք YouTube, առանձին էջ ենք բացում, գնում ենք YouTube, թեմայի շուրջ, տեսնենք ինչ հետաքրքիր ֆիլմեր կան, Զապել Եսայան, ես սա կընտրեմ, Մարդկության պատմության ամենախիզախ 5 կանանցից մեկը հայ է, գրող, հրապարակախոս ու թարգմանիչ Զապել Եսայանը։ Վերադառնում ենք աշխարհացույց հարթակ, տեղադրում ենք YouTube-ից բերած մեր հղումը, այստեղ է պետք տեղադրել, կարող ենք նաև embed կոդից օգտվել, սա այ կարգերում է լինում, օրինակ խաղ տեղադրել, կարող ենք մենք Learning Apps կայքում խաղ պատրաստել և այն կցել հոդվածին։ Կարող ենք սահմանել ժամանակը, սովորաբար պետք է նշել այն ժամանակը, որի ընթացքում ապրել է մեր հերոսը, ցավոք Գուրգեն Մահարու դաշտում ենք ու մեր ժամանակացույցը որոշակիորեն սահմանափակ է, այսինքն Զապել Եսայանը ավելի վաղ է ծնվել, բայց այստեղ մենք լիարժեք ժամանակացույց չենք կարող նշել։ Այդ կարող ենք բաց թողնել, բայց ես նշեմ, թե ինչպես են նշում ժամանակ, այստեղ Քրիստոսից առաջ գրված կլինի, բայց դա թող ձեզ չխանգարի։ Այն եթե կանաչ է ամբողջ դաշտը, այդ դեպքում նոր դառնում է Քրիստոսից առաջ, եթե այսպես ակտիվացված չէ, ուրեմն Քրիստոսից առաջի մասին չի խոսքը։ Շատ լավ, քանի որ ես հնարավորություն չունեմ 1878 թվականը նշելու, նշեմ 1900-ը պայմանական,
ձեզ պարզապես ցույց տալու համար։ Եվ մահվան թիվը արդեն կարող եմ նշել, որովհետև Մահարին ավելի ուշ է մահացել եւ հնարավորությունը կա 1943 Եվ եթե մարդը մինչև այսօր ապրում է, սեղմում ենք ահա այստեղ, առ այսօր։ Եվ պահպանել սեղմենք, արդեն մեր փինը կպահպանվի։ Եվ կպահպանվի Երևանում, որտեղ գտնենք մեր ստեղծած փիները, գնում ենք հոդվածների բաժին, եւ այնտեղ մեր սովորական հոդվածների տակ, մեր լամպ գործիքից վերև, այստեղ աշխատանքային պանակ է առաջացել, որը առաջ չկար, բացում ենք, իմ շտեմարանը կատեգորիան է, որտեղ իմ ստեղծած հոդվածներն են։ Հիմա քարտեզի վրա տեսնենք, որտեղ է իմ ստեղծած փինը գտնվում, դրա համար պլյուս կոճակը կսեղմենք և կմոտենանք Երևանին։ Սեղմենք թվերի վրա, որպեսզի ցույց տա, թե ինչ փիներ են այդտեղ թաքնված։ Եվ ահա տեսնում ենք Վաղարշապատ, Երևան և մեր ստեղծած փինը, Զապել Եսայանը Երևանում։ Որպեսզի առանձին երևա մեր փինը, մենք էլի կմոտեցնենք պլյուս կոճակով և խնդրեմ, Վաղարշապատն առանձնացավ, մնաց 2 թիվը, որպեսզի 2-ի փոխարեն երևա առանձին մեր փինը, մենք կգնանք վայրեր բաժին և այնտեղից Երևանը կփակենք։ Եվ խնդրեմ, արդեն քարտեզի վրա հստակ երևում է մեր ստեղծած փինը, որի վրա մկնիկով կլիկ անելու դեպքում կբացվի նաև հոդվածը։ Մենք կարող ենք արդեն ստեղծած հոդվածը մտնել և խմբագրել, ավելի գեղեցիկ և կատարյալ դարձնել։ Իմ շտեմարանը հատվածում կամ քարտեզի վրա եթե տեսնենք, սեղմում ենք և այս խմբագրել կոճակով հնարավորություն ենք ունենում հավելումներ կատարել և ուղղումներ։ Ինչպես տեսնում եք, այս լոկացիայի նշանը մենք կարող ենք փոփոխել։ Այստեղ ևս, ինչպես պատկերակների բաժնում, բավական մեծ ցանկ կա, ըստ թեմաների խմբավորված։ Ես այստեղ դեմքեր բաժնում տեսնում եմ կնոջ դեմք, դա չգիտեմ Զապելն է թե ոչ, բայց կընտրեմ կնոջ դեմքը։ Եվ սրա վրա կլիկ անելու դեպքում մեր լոկացիայի նշանը կփոխվի և կդառնա դեմք։ Կարող ենք նաև գույների հետ աշխատել, կարող ենք գույնը փոխել, եթե քարտեզի տվյալ գույնի հետ համապատասխան չէ և չի երևում։ Ահա այսպիսի գույն ընտրեցի ես։ Հոդվածը դիտելու համար կարող ենք այն մեծացնել, 2 անգամ սեղմում ենք նրա վրա և այսպես մեծ էկրանով երևում է և կարող ենք դիտել, ուսումնասիրել։ Հոդվածը մենք կարող ենք գտնել նաև գլխավոր էջում, տեսեք, իմ շտեմարանը հատվածում պահպանված են իմ ստեղծած փիները։ Ահա տեսեք, Զապել Եսայանը Երևանում, դրա վրա եթե սեղմենք կբացվի քարտեզը և մեր փինը։